Երեխան կարող է քննություններում ստանալ 100 միավոր մի նույն ժամանակ ձախողվել կյանքում։ Իրականում խնդիրը այն չէ, որ մեծացնում եք մի երեխա, ով դժվարություն ունի ուսման մեջ, այլ այն, որ մեծացնում եք մեկին, ով չի կարող մտածել, չի կարող ճիշտ ընտրություն կատարել, չի կարող կանգուն մնալ, երբ կյանքը դժվարանում է։ Ամեն օր հանդիպում եմ ծնողների, ովքեր ասում են, իմ երեխան խելացի է, բայց ինչ-որ բան պակասում է։ Իմաստությունը դպրոցում չեն սովորեցնում։ Այն կառուցվում է տանը ամեն օր։ Այսպիսով, այս տեսանյութում ես ձեզ ցույց կտամ ամենօրյա սովորություններ։ 1. Ամենօրյա ինչու զրույցներ։ Կառուցեք մտածողություն, ոչ թե միայն հնազանդություն։ Շատ ծնողներ ասում են՝ արա սա, մի արա դա։ Բայց իմաստուն ծնողները հարցնում են՝ ինչու։ Ես կարծում, որ սա ճիշտ է։ Նեյրոգիտությունը ցույց է տալիս, որ որոշումներ ընդունելը ուժեղացնում է ուղեղի վերահսկման կենտրոնը։ Իմաստուն երեխաները միայն կանոններ չեն լսում, նրանք կյանքը հասկանում են պատմությունների միջոցով։ Այսօր երեխաները չափազանց սպաղված են, էկրաններ, աղմուկ, մշտական շեղումներ։ Սա ուժեղացնում է կենտրոնացումը և ինքնագիտակցությունը։ Եթե սա ձեզ դուր եկավ, կիսվեք այն ծնողի հետ, ով իսկապես ուզում է դաստիարակել իմաստուն երեխա։